250 կամավոր Հայաստանի մարզերից ու Սփյուռքից եղնիկներ ջոկատում են, նրանք գտնվում են Արցախի հյուսիսային հատվածի դիրքերում։ Միայն Դաշնակցություն կուսակցության շտաբը ստացել է հազարավոր դիմումներ 32 երկրից, բայց բավարարվել է դրանցից մի քանի հարյուրը։ Աբրահամ Գասպարյանն է պատմում։ Ուսապարկ, ջրաման, սնունդ, լուսարձակ ու պատերազմի սիրուհի, այսպես են կամավորներն անվանում ավտոմատը։ Հայաստանի մարզերից ու Սփյուռքից 250 կամավոր հայտնի եղնիկներում է։ Շահումյանը, Գետաշենն ու Գյուլիստանն այստեղից շատ փոքր հեռավորության վրա են։ 94 թվականից հետո առաջին հնարավորությունն անձեռվել, որ եւ արժանի հակառակված տանք եւ որը որ դաստիարակչական լինելու հետագա ինձ թվում է, որ ոտնձգություններից խուսափենք։ Մենք եկել ենք, որ պատերազմը վերջացնենք, շնորհակալություն։ Դաշնակցության գաղափարական մարտական ու կարգապահ աշխարհազորը դարձյալ Արցախում է։ 32 երկրից ստացված հազարավոր դիմումներից կուսակցական շտաբում բավարարել են մի քանի հարյուր ազատամարտիկի դիմումը։ Տեղ չունեն։ Կամավոր տղերքը ճիշտ կարծես մեր ժողովրդի համոհոտը լինեն։ Եվ վստահ եմ, որ բոլորն էլ հավատում են ծովիցով Հայաստանի գաղափարին։ Ահել, ջահել, մշակ, բանվոր, ռանչպար ու մտավորական հեռախոսներն անջատել են ու տնեցիներին ասել գնում ենք գործով, գործն այստեղ 92-ին կիսա թողեցին Շահենը, Պետոն, Կարոտն ու հազարավոր տղաներ։ Ես որպես մարզարվեստի մարզիչ 97-ից որ մարզում եմ Արցախի դարբեր քյուղեր ու քաղաքներու մեջ մոտ 5000 երիտասարդ մարզած եմ, հավատացեք, ամեն մի երեխա, որ բարաբում է իմ մոտ, մի մոտ է մերքոն ավո է։ Հայի պատժի ձեռքը կարող է շատ խիստ պատժի։ Ու բոլոր ընկերներից, բոլոր մեր ժողովրդին ասում եմ, հանգիստ եղեք ամեն ինչ նորմալ ալնելու։ Մեր տան կտուրը քանդողի տունն են քանդելու։ Ժամկետային զինծառայողներն էլ լավ պատրաստված երիտասարդներ են, երևի շատ տեղեր մեզնից էլ առավելություն են, բայց մեր պարտքներ գանք իրանց կողքին լնենք, դիրքերը մենք պահենք, իրանց էլ օգնենք։ Մինչև դիրքեր հասնելն այցելում ենք շտաբ, հրամկազն իր հերթին սպասում է հրահանգի։ Կոնյակով խմում են գաղափարի ու իրական մարտիկների կենացը, հայրենիքի կանչին չարձագանքողներին էլ հրավիրում գեթ մեկ օր լինել սահմանում։ Ոչ մի բանի կարիք չունեն, ընդամենը ռետինե երկարաճիտ կոշիկների, որակյալ ու շտաբ։ Մատուրում դեռ չի հնչել էվրիկան էլեկտրաէներգիան, այստեղ ինչպես հակառակորդը, ցանկալի, բայց առայժմ անհասանելի։ 300 տարեկան այս եկեղեցու սպիտակ պատերը մրոտել են 6 օրում։ Մենք հայդատի հետևողական հետևորդներն ենք եւ ոչ թե կոնկրետ այս ժամանակահատվածի համար, այլ ընդհանրապես մշտապես պատրաստվածության աստիճան կա։ Ու այս իրադարձությունների հենց սկզբից եղավ Դաշնակցության ազատամարտի վետերանների խորհրդի հայտարարությունը, որին հաջորդեց որոշումը շատ արագ ջոկատները մոտեցնել սահմանին եւ անմիջապես կանգնեցնել պետական համապատասխան ծառայությունների ենթակայության ներքո, ինչն էլ արվել է։ Բաքվում հաշվարկել էին հակարցախյան աննախադեպ ռազմարշավով պետք է կտրել շփման գծի հյուսիս եւ հյուսիսարևելյան հատվածները միմյանցից, ավելի պարզ ռմբակոծել Թալիշը, գրավել Մատաղիսը, հյուսիսային մեր բոլոր հենակետերն էլ պահել շրջափակման մեջ, այդպիսով Մարտակերտի շրջանում խրելով թյուրքական սեպ։ Մայոր Արշակյանը վերջին 12 տարում ամեն օր իր եւ իր տղաների մաշկի վրա է զգում ադրբեջանական այդ մեղք քաղաքականության հետևանքները։ Ստեղ էին դե պարկած, այստեղ պարկած էին, մեքենայով անցնելուց միանգամից դուրս եկան իմ դիմաց, դուրս եկան նկատեցի շուտ արագ, կրակեցի խուճապի մատավան, խառնաշփոթը սկսվավ իրանց մեջ ու սկսեցին կրակել, անկանոն կրակել, ահա որ։ Երկու հատ գրանտամյոտով մուխայով կրակեցին, մեկը կպավ ընդեղ, մեքենայի տակով անցավ, կպավ են հատվածին, մյուսն էլ մեքենայի հետևով, էլի տակով, հետևի մասով տակով անցնելով գլուշիցելը պոկեց ու կպավ նորից ընդեղ։ Հետո սկսեցին դիպուկահարները աշխատել մեր վրա, հետո դրանից հետո խումբը հարցակվեց մեքենայի վրա, նռնակներ նետեցին մեքենայի ուղղությամբ, մենք արդեն կրակում էինք իրանց վրա, մեքենայի մեջից էլ էինք կրակում իրանց ուղղությամբ։ Հետո, կորուստներ չունեցանք, ոչ մի ցրապ, նույնիսկ ցրապ ոչ մի չեղավ ոչ մեկի վրա։ Խաչմերուկը թեքվեցինք,
Իջանք մեքենայից ու միանգամից հետապնդեցինք իրանց։ Մի 30 մետր իջնելուց հետո արդեն հակառակորդը չէր երևում ընդհանրապես, փախել էին նրանք, շատ արագ փախել էին։ Սիգապանց մռավն է անպամած, բայց իր ամբողջական հմայքով եւ տարողությամբ պահպանում է մեր տղաների թիկունքը։ Մենք գտնվում ենք հայ-ադրբեջանական շփման գծի, Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածի գրեթե ամենավերջին կետում, այստեղից շատ պարզ երևում է հակառակորդի դիրքերը, այստեղ արդեն Գյուլիստանն է լանջերին, որ 91 թվականից հետո գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ, բայց մեր արցախյան ազատամարտը կռած տղաները, ազատամարտիկները, որոնք այս պահին անվերապահորեն հսկում են մեր սահմանը, մեկ ուղերձ ունեն հղելու ադրբեջանական կողմին, պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը թափել հանուն հայրենի հողի պաշտպանության։ Թշնամու հետ զրույցներն այստեղ զենքի լեզվով են, օրական միմյանց բարևում են ու խոսում սեփական կարողություններից։ Ադրբեջանական կպչուն ճանճերն անգամ այստեղ հաշվետու են մեր սահմանապահներին։ Նրբամարմին ժամկետայինները հակառակորդի երախն են պատռում։ Ամեն գիշեր սահմանին նոր զինատեսակներով մարտաֆիլմի պրեմիերա է։ 94-ի հրադադարից հետո այստեղ միայն կրակում են։ Վերջին մի քանի օրվա ընթացքում եղել է լարված իրավիճակ հակառակորդի կողմից, հակառակորդը կիրառում էր ծանր հրետանի մեր ուղղությամբ, դրա համար մենք փորձեցինք ավելի լավ հսկել մեր դիրքերը եւ լարվածություն կա մեր տղաների մոտ։ Չկա։ Լարվածություն չկա, որովհետև սովորել ենք արդեն այս ամեն ինչին։ Տղաները շատ լավ են դիմադրում ըստ իս։ Տղաների, այսպես ասած, դուխը տեղն է, նրանք վստահ են իրենց վրա, քանի որ հրամանատարական կազմը նույնպես մեզ ոգևորում, ոգեշնչում է։ Հայ զինվորը ինչի կարիք ունի սահմանին։ Հայ զինվորը այդպես նյութական ոչ մի բանի կարիք, այնքանով որ մենք տեսնում ենք ձեր օգնությունները, ձեր այցելությունները արդեն դա մեծ օգնություն է մեզ համար։ Միայն հոգեբանական օգնությունը մեզ բավարարում է։ Մռավյան սպառ էներգիան, ռելիեֆը, սառաքամին ու վախկոտ ադրբեջանցին հրամանատար զինվոր հարաբերությունները մեր հենակետերում դարձրել են ընկերական ու եղբայրական։ Թշնամու դիվերսիոն հաճախակի գործողությունները կոփել են մեր տղաներին, դարձրել առավել զգոն։ Ադրբեջանցին այստեղ առաջատար է բացառապես զոհերի վիճակագրությամբ, նաև անցած 6 օրերին։ Աբրահամ Գասպարյան, Վահե Սարգսյան, Առաջին ալիք, Արցախ։